Սիրելի հայրենակիցներ, մի քանի նկատառում ներկայացվող նախագծի շուրջ։ Փաստորեն տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծով ներմուծվում է ներքաղաքական կյանքին միջամտություն իրավական հասկացությունը առանց տվյալ եզրույթը օրենքով բնութագրելու եւ սահմանելու։ Քիչ առաջ դարձյալ փաստվեց, որ այն շատ լայն հասկացություն է, իսկ թե որ արարքը կամ գործողությունն է որակվելու որպես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտություն որևէ դրույթով սահմանված չէ։ Նախագծի մի շարք հոդվածներով սահմանվում են պարտականություններ, անգամ տուգանք է սահմանված տվյալ արարքի համար նվազագույն աշխատավարձի 500 պատիկի չափով։ Հարց. Ինչպես եք սահմանում պարտականություն առանց տվյալ իրավական վիճակի բովանդակային բացահայտման։ Ով է այն որակելու եւ բացահայտելու որպես այդպիսին, պարզվում է ՀՌՀ-ն։ Իրավունք ունեմ կասկածելու, իհարկե այո, որովհետև բացառապես իշխանական քվոտայով ընտրված ՀՌՀ-ն չունի անկաշառության, օբյեկտիվության եւ վստահելիության ցանկալի մակարդակը։ Ըստ էության սանկցիայի կիրառումը կախված է ոչ թե օրենքից, այլ այն կիրառողի սուբյեկտիվ ընկալումից։ Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության։ Սա տարրական իրավական այսպես պահանջ է։ Ուրեմն սա ոչ թե կարգավորող, այլ պատժիչ գործողություն է, հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է ամրագրվում օրենքով, հակասելով սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին եւ ընձեռնում է հետապնդումների իդեալական հնարավորություն։ Եվ ամենակարևորը, այդ հարցը հնչեցրեցիք դուք, պարոն Հայրապետյան, իհարկե ես Երխմբակցության բոլոր իմ գործընկերները դեմ ենք մեր ներքին գործերին արտաքին միջամտությանը, բայց այս ամենը պիտի ամրագրված լինի, բացահայտված լինի, սահմանված լինի օրենքով եւ ոչ թե կամայականության դաշտով։